Օրերս Նինոց-Մինդայի քաղաքապետարանի գենդերային հավասարության և տուրիզմի բաժնում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած «Իմ Վրաստանը» նկարչության մրցույթի երկրորդ փուլը, որին մասնակցում էին թվով 34 աշակերտ մունիցիպալիտետի տարբեր դպրոցներից։ Գենդերային հավասարության և տուրիզմի բաժնում անցկացվում է մրցույթ 2017 թվականից սկսած, մեկ տարի անցկացվում է շարադրության ձևով, հաջորդ տարի նկարչության։ Մրցույթը անցկացվում է բարձր դասարանցիների շրջանակներում։ Այս մրցույթի թեման է «Իմ հայրենիքը», թե շարադրությունները, թե նկարչությունը, վերնագիրն է «Իմ հայրենիքը», որի տակ կարող են ներկայացնել իմ գյուղը, իմ ծննդավայրը, Վրաստանի գեղատեսիլ վայրերը, պատմական հուշարձանները։ Այս տարի անցկացվեց մրցույթ նկարչության տեսքով, մասնակցել են 70 աշակերտ, բարձր դասարանցիներ, որոնցից ընտրվել է 34 լավագույն աշխատանքներ։ Աշխատանքները ընտրել է հմուտ ժյուրին, մասնագետներ և 34 աշակերտները մասնակցել են երկրորդ փուլին, որը տեղի է ունեցել քաղաքապետարանի շենքում, և թեման եղել է նատյուրմորտ։ 34 աշակերտներից նորից ժյուրին կընտրի լավագույններին։ Արդյունքում հաղթողները կմասնակցեն Վրաստանի պատմական հուշարձաններում դեպի գեղատեսիլ վայրերում էքսկուրսիային։ Երեխաների առջև դրված էր հանձնարարություն, որտեղում նկարեն իրենց առջև դրված իրերը։ Ավարտին հասցնելու համար տրված էր 2 ժամ ժամանակ, նրանց ուղեկցել էին իրենց ուսուցիչները։ Ինչպես նշեց Մեծգոնդուրայի ու Մամզարայի արվեստի ուսուցիչը Մայա Գրիգորյանը, նմանատիպ միջոցառումները շատ կարևոր նշանակություն ունեն արվեստասեր երեխաների համար, նրանք կկարողանան ձեռք բերել փորձի փոխանակում։ Ուրեմն ցուցահանդեսը անցկացվում է շատ հետաքրքիր, այս տարբերակը նաև շատ նախընտրել է, որովհետև այստեղ բացահայտվում են իրական նրանք, ովքեր զբաղվում են գեղանկարչությամբ։ Ինձ համար շատ հարազատ և հաճելի միջավայր է։ Ես սիրում եմ, նախընտրում եմ այսպիսի միջոցառումներ և ինքս էլ 2 դպրոցից ներկայացուցիչներ ունեմ։ Ինձ համար էլ է շատ լավ, թե իմ նոր երեխեքը այսպիսի միջավայրում ինչպես կարող են իրենց դրսևորել։ Սա ևս ուսուցչի համար նոր հնարավորություն է տալիս, որպեսզի ավելի մոտիկից ճանաչել իր սեփական երեխեքին, կրթել նրանց, ավելի մոտիվացնել, որ կարողանան այս նեղ միջավայրում ավելի ճիշտ դրսևորեն իրենց։ Առաջին փուլում մասնակից 70 աշակերտներից երկրորդ փուլը հաղթահարեցին 34-ը։ Երկրորդ փուլից թե քանիսը կգրավեն մրցանակներ, կորոշի ժյուրին։ Մեր լրատվականն այս ամենին կլինի հետևողական։ Նոր զարգացումների մասին դիտեք առաջիկա եթերներում։